Այժմ կլսենք պարոն Սանդերլենդին եւ նրա զեկույցը։ Ես հիշեցնեմ, որ մենք ունենք համաժամանակյա թարգմանություն, եթե սարքերի հետ որևէ խնդիր կծագի, անպայման դիմեք մեր կամավորներին եւ բոլոր խնդիրները շատ արագ կհարթենք եւ կլուծենք։ Պարոն Սանդերլենդ, խնդրեմ։ Thank you very much. Շատ շնորհակալություն, ես Ջոել Սանդերլենդն եմ, Հայաստան Մեթալզի գործադիր գլխավոր տնօրենը։ Շնորհակալություն նախ վարչապետ Փաշինյանին, մարզպետներին, հանքարդյունաբերության մեր գործընկերներին, աշխատակիցներին եւ նաեւ կազմակերպիչներին, հատուկ շնորհակալություն Endy Resource-ներին եւ իմ լավ բարեկամ Տիգրանին, հուսով եմ ոչ ոքի բաց չթողեցի։ Սա մեր ստանդարտ իրավաբանների գրած բացահայտումներն են, 25 տարի անընդմեջ վաճառում էի ապահովագրություն հանքարդյունաբերության, հիմա հետախուզություն Եվ երկու թեմա կա, որոնք ինձ ամենից շատ են արձագանքում։ Առաջինը, եթե մի բան չի աճեցվում, ապա արդյունահանվում է։ Այսինքն ամեն ինչ տեսնում եք, մեծ մասը հանքերից է առաջացել։ Ես հասկացա կարևորությունը հանքարդյունաբերության, մարդկության կենսամակարդակը ապահովելու համար։ Եվ շատ եմ մտածել դրա մասին։ Երևի մինչև մահվան օրս պիտի մտածեմ այդ մասին։ Երկրորդ բանը, որով ուզում եմ կիսվել, այս մեկը ուշ հասկացա, երկրագնդի ոսկին երկրագնդում չի։ Երկրագնդի միջուկը երկաթից է եւ քանի որ ոսկին երկաթից ծանր է, ապա որտեղից է ծագում, միակ տեղը, որտեղից կարող է ոսկին ծագել, սուպերնովա աստղերն են, որը հետո պայթում է, ոսկին վերջում երկար ճանապարհ կտրելով բախվում է երկրագնդին, Եթե չկարողանանք աստերոիդների հանքեր շահագործել, որ ավելի շուտ կարող է պատահել, քան կարծում եք, պետք է վարարվենք եղած հանքերով։ Այսինքն հնարավորինս էֆեկտիվ պետք է կորզենք երկրի ընթերքից եւ բնապահպանական, որտեւ այս մարդը օրինակ երբեմն նոր շապիկի կարիք ունի։ Իր իսկական ոսկուց է սրա շապիկը իդեպ։ Ուզում էի խոսեի հետախուզման մասին, այս սլայդը ձեզ կոչված է ցույց տալ դրա զարգացումը 1900-ականներին, եթե ճիշտ են տվյալները, 4% ենք հանել ընդամենը պղնձի, եթե իջնենք ներքև, 0.6%-ն ենք գուցե արդեն հայտնաբերել, ավելի շուտ 4.4%-ի է մոտ հայտնաբերված պաշարները, հետախուզված պաշարները, ռեսուրսների ավելացման հիմնական աղբյուրը հենց նոր հետախուզված ծավալներ գտնելու հաշվին չէ, այլ արդյունավետության բարձրացման բերումով, որը մի քիչ տխուր է։ Արդյունահանման զարգացումները առաջընթացը օգնում են ինքնարժեքի եւ գնի միջև փռվածքնել են նեղանում խթանը, այսինքն Մոնրեալի բանկի պատրաստած տվյալներն են սա, կորը պղնձի արդյունահանման ժամանակի ընթացքում 1980-ականներին ինքնարժեքը համարյա հավասար էր գնին, հետո Չինաստանը արդյունաբերականացվեց եւ պահանջարկը մեծապես ավելացավ, ինքնարժեքի եւ իրացման գնի միջև փռվածքը մեծացավ
Ինքնարժեքն էլ էր իհարկե ավելանում։ Ինքնարժեքը ավելանում է, պահանջարկն էլ է ավելանում։ Դժվար է պատկերացնել մի սցենար, որով սա դադարի է։ Մանավանդ էլեկտրաֆիկացիան աշխարհի հաշվի առնելով, բոլորը գնալով ավելի շատ հոսանք են սպառում։ Այստեղ այն երկրներն են, որոնք բոլորը դեպի աճ ու վեր են ընթանում այս գրաֆիկում։ Հյուսիսային Կորեա պետք չի լինել։ Ավելի լավ է մեծ տնտեսություն հնա էներգա սպառում ունենալ։ Մի երկու խոսք պղնձի խթան գնի մասին։ Հանքանյութը անկախ նրանից ինչ ես անում, եթե այդ փռվածքը մեծ է, նոր մուտք գործողներ են ներգրավում, բայց դժբախտաբար այստեղ տվյալ պահին մոտակա ապագայում պղինձը ոչինչ չի փոխարինի։ Մետաղների ընկերություններ օրինակ օվկիանոսի հատակից են հանքանյութ վերցնում, կամ էլ աստրոգործընկերությունը կա, որը աստրոիդների մասին է արդեն մտածում եւ պատրաստվում, բայց տվյալ պահին միակ աղբյուրը պղնձի երկրագնդի հանքերն են։ Մի պատմություն կա, եթե մենք 1900-ականներին խոսեինք հաջորդ 100 տարվա հեռանկարի մասին եւ եթե ես ասեի արևը անգլիական կայսրության վրա մայր կմտնի, Ֆրանսիան կկորցնի իր կարևորությունը եւ հաջորդ 100 տարին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն կգերակայան, ինձ ձեռառնելով կքշեին սենյակից։ Այսինքն այնինչ կարծում ենք, որ տեղի կունենա, հաստատ ուրիշ բան տեղի կունենա դրա փոխարեն։ Տվյալ պահին լավ ժամանակ է մետաղը արդյունահանման համար, հաջորդ 5 տարին կամ գուցե ավելի երկար շահեկան է հեռանկարը, բայց հանքարդյունաբերությունը ցիկլիկ է, շրջապտույտներով է զարգանում։ Այս սլայդը ներքևի շրջապտույտի կետն է։ Լավ կլիներ հնարավորինս ինչքան շատ եւ արագ հանքեր յուրացնել, այնքան լավ։ Դրա համար պետք է հետախուզական աշխատանքներ ծավալուն։ Գիտեմ, որ ոմանք այստեղ արդեն դրա մասին խոսեցին, դրան հասնելու լավագույն ձևը հետախուզող ընկերությունների համար խթաններ տրամադրել է։ Սա ՀԲ-ի 24 թվականի ապրիլի հաշվետվությունն է, վստահ եմ ոմանք այս սրահում դրան ծանոթ են։ Սա այնքան էլ լավ սցենար չի ցույց տալիս, եթե ամեն ինչ շարունակվի ինչպես որ մինչև այժմ, այնքան էլ լավ չի հեռանկարը։ Հարցը լուծելու ձևը լրացուցիչ հետախուզական աշխատանքներն են։ Ես ծնվել եմ Կանադայում եւ այդ նրա օրինակով ձեզ հիմա կապացուցեմ սա։ Այս սլայդը 11-ից 20 թվերի ընթացքում Կանադայում արդյունաբերությունը $27 միլիարդ ծախսեց հետախուզական աշխատանքների վրա։ Փոքր ընկերությունները կեսից ավելին, խոշոր արտադրողները կեսից շատ ավելին։ 2/3-ը ոսկի էր, իրանց հայտնաբերածի միջինում 15-ից 25 հանքավայր, 19 ամբողջ ընթացքում, առաջի մակարդակի միայն մեկ հայտնաբերում Սասկեչևանում Օրանի։ Եվ այդ $27 միլիարդ ԱՄՆ նույնիսկ կանադական դոլար չէ։ 18 միլիարդի հանքա պաշարներ հայտնաբերվեր։ Ես հանճար չեմ, բայց 25 ես ծախսում 17 ստանալով, այդքան էլ լավ չի, չէ։ Սա ենթադրում է, որ արդյունաբերությունը արժեք է փչացնում այս ճյուղը։ Թե ինչու այս մարդը հիմա այդքան տխուր է տվյալ պահին։ Սա է մեծ պատմությունը կանադական հետախուզական աշխատանքների 22 թիվն է,
ամենավերջին իմ ձեռգծած տվյալները, սա ցույց է տալիս, որ մեր $1 փոքր ընկերությունները ծախսելով 82%-ն են հայտնաբերել։ Մենք խոշոր ընկերություններին իհարկե սիրում ենք, բայց նրանց հայտնաբերման հաճախականությունը, արդյունավետությունը, եթե խաղ լիներ, նրանք վերջինը կհասնեին նշաձողին։ Սա ռիսկային զբաղմունք է։ Մանր ընկերությունների $1 ծախսած դիմաց $1.23 են ստացել։ Խոշորները $1 ծախելով 20 ցենտ են ստացել։ Սա սոսկալի պատկեր է։ Ինչի է այդքան դժվար հետախուզումը։ Ես հետախուզող ընկերություն ունեմ։ Մենք հասույթ չունենք, իրացում չունենք։ Մենք հույսը դնում ենք ներդնողների վրա, որ կգնեն մեր բաժնե մասերը եւ եթե համարեն, որ ռիսկի պարգևը արժի, ռիսկային է, որ հորատանցքում ոչինչ չես գտնի։ Հիմա լիքը փող ես ծախսել, բաժնետոմսերը բարձրանում են ու պետք է շարունակես ծավալներ աճեցնել, բայց փոխարենը, եթե հորատանցքում հանքանյութ գտնվեց, 1 ֆունտին 5 սենտ կշահենք եւ եթե ինչ-որ մեկը համարի սա ներդրումներ արժի, կարող է 40 ցենտով իրացվեն մեր արժետոմսերը, բաժնետոմսերը։ Այսինքն ես պետք է բարձր պահեմ ներդնողների ակնկալիքները, բայց դրա համար պետք է հորատանցքերը արդյունք տան։ Հայաստան մետաղները մենք ամենամեծ հետախուզման ընկերությունն ենք հայկական աշխարհում, հրապարակային ցուցակված։ Միակն ենք Հայաստանում, 2 հողամաս ունենք, մեկը հյուսիսում, մյուսը Ֆարթենիս հարավում։ Մենք մեր գործընկեր Մենդիայի հետ, շնորհակալություն Տիգրան, Tech Resources-ի հետ համաձայնագիր ենք, որը շուտով Anglo-Tech-ի հետ կլինի, 15 միլիոն ԱՄՆ ծախսելու Վարդենիսում հաջորդ 4 տարիների ընթացքում, օգոստոսի 26-ին ենք ստորագրել համաձայնագիրը, հորատանցքերը սկսեցին աշխատել օգոստոսի 26-ին, հուսով ենք 4-ից 5,000 մետր կփորենք մինչև ձմեռ, բայց տեղ մի ուրիշ ռիսկ կա, հենց որ ձյունը նստեց, պետք է թողնենք դուրս գանք։ Ինչքան ձյունը ուշ գա, այնքան 5,000 մետրի կմոտենանք, ինչքան շուտ կդադարենք, գոնե 4,000 մետր կփորենք։ Միլիոնավոր դոլարներ ենք ծախսում Վարդենիսում, 4,000 հյուրասարում ենք արել, 2,000 էլ պլանավորում ենք հաջորդ տարի։ Ապագայում ինչ ենք ունում անենք, 3 լրացուցիչ հողակտոր ենք ուզում Հայաստանում ձեռք բերել եւ պորտֆելը դեպի արտադրանք մշակել։ Ինչ ենք Հայաստանը ընտրել։ Սա Տետյան գոտում ծախսերն են։ Ժամանակի ընթացքում տեսնում եք այդ փոքր վարդագույնը Կենտրոնական Ասիա Միջին Արաբելքն է, այդտեղ Հայաստանն է պատկանում։ Ունեք Տետյան գոտի բոլոր գոտիների մայրը եւ հետախոզումը մեր եղած աշխատած տեղերում պակասում է Դենիսն ու ես, իմ գործընկերն ու ես այն տեսակի մարդիկ ենք, որոնք հակված են ավելի մեծ ռիսկերի, դա մեզ հարմարավետ է, քան շատ այլոց համար, դրա համար ենք մենք այստեղ։ Թեքի մասին 2 խոսք, այս գործանքը իմ կյանքի վերջի 6 ամիսները կործանեց, բայց ես շատ գոհ եմ եւ երջանիկ, որ գործարքը կնքվեց։ Օպցիոն համաձայնագիր կնքեցին 26-ին, 15 միլիոն պետք է ծախսենք, 3500 մետր, բայց ավել կանենք, այստեղ գրված է։ Թեքը կայուն է, մենք Հայաստանում նրանց կանոններով պետք է առաջնորդվենք, որը լավ լուր է բոլորի համար ներառյալ ինձ, ովքեր հոգ են տանում միջավայրի մասին։ Global Miner-ի հետ գործընկերության դեպքում կավելանան խաղադրույքները, այլապես նոնսենս կլինի։ Նրանց համացանցի կայքում լրացուցիչ ինֆորմացիա կա, կարող եք այնտեղ կանոններին ծանոթանալ, որոնցով մենք ենք առաջնորդվելու։ Սա վերջին սլայդն է, որից հետո հարց ու պատասխան։ Իսկ եթե մի բան քթանք Վարդենիսում, խաղը կսկսվի, բայց այդ ժամանակ նոր կսկսի իրական որսը կապիտալի։ Հայաստան 15 միլիոն տեքսի փողից կծախսի, մոտ 5,000 կփորենք,
որից հետո 30,000 պետք է նորից փորենք եւս 2 տարի, հիմա հասանք 32 թվան, եւ բանկարժան ՏՏՀ պետք է պատրաստենք եւս 2 տարի, եւս 20,000 մետր փորել, ինժեներական ուսումնասիրություններ, լավ սահմանված պաշարեց ժամանակ կսահմանվի։ Հետո մինիմում 5 միլիարդ շինարարական աշխատանքներ։ Մոնղոլիայում Սանդամենը նախնական գնահատականներ 14 միլիարդից, Rio Tinto-ն եկավ, փրկեց, բայց հիմա նա մոնղոլական ՀՆԱ-ի հիմա մեծ նպաստ է բերում։ Շինարարությունը 2 տարի, հազարավոր հայ աշխատավորներ պետք կգան կառուցելու համար հանքը, լրիվ դրույքով երևի 1000-ից 2000 հոգի կպահանջվի, մեծ նպաստ կբերի հայաստանյան ՀՆԱ-ին, սա լուրջ ժամանակ է եւ պատկառելի փող գումարներ։ Եթե ամեն ինչ նորմալ գնաց, 11 տարվա մասին է խոսքը, առնվազն 5 միլիարդ դոլար կարժենա։ Պատրաստ եմ հարցերի պատասխանել։ Շնորհակալություն, եթե կան նախագիծ հարցեր, մեկ հարցի հնարավորություն ունենք այս պահին։ Կխնդրեմ մասնակիցներին, ում հետաքրքրել է թեման էլ ավելի ծավալուն տեսքով, կարող եք ձեր հարցը հղել եւ վստահ եմ կստանանք պատասխանը։ Սիրով Տիկին Սաղաբալյան, համեցեք։ Քանի որ հարց տվող ամաչում են իրի հարց տամ։ My question is, Joel. Հարցս հետևյալն է, դուք նրանցից մեկն եք Ժոել, ով մեզ համար խորհրդավոր է, գալիս է Հայաստան դրսի ներդրում է անում ռիսկային ասպարեզում հետախուզման ռիսկային երկրում Հայաստան։ Ինչ ես եկել Հայաստան։ Maybe a little bit because we're crazy, you know, and a little bit because Մի քիչ որովհետև խենթ ենք, մի քիչ որովհետև հավատում ենք երկրաբանությանը։ Երկրաբանությունը 10-ից 10 միավոր ունի Հայաստանում։ Քաղաքական ռիսկը այնքան էլ ցածր չի, բայց Կանադան էլ անկեղծ ասած քաղաքական ռիսկ ունի։ Ուր էլ գնաս ինչ որ ռիսկ կա, իսկ եթե մի բան գտաս, արդեն սկսում են լիքը մարդ գրպանիդ նպաստել։ Հայաստանում երկրաբանությունը թիվ 1 պատճառն է, թիվ 2-ը ժողովուրդը, ում հանդիպել ենք Media Resource-ներից Տիգրանի ղեկավարությամբ սկանչելի գործընկեր է։ Եթե ճիշտ մարդկանց հետ ես աշխատում, հաջողության հավանականությունը կտրուկ մեծանում է։ Հուսով եմ պատասխանեց ձեր հարցին։ Շնորհակալություն, եթե Զեկույցների ընթացքում նշումներ անել, եթե տեսնում եք մենք հատուկ տետրակներ ենք նախապատրաստել ձեզ համար, կարող եք նշումներ անել, որից հետո կարծում միշտ այս հնարավորությունը պանելային քննարկումից կամ զեկույցից հետո կունենանք այս հնարավորությունը եւ կարող եք հղել ձեր հարցերը։ Դե քանի որ շարունակում ենք խոսել ներդրումների մասին, հիշենք անկախությունից ի վեր ոլորտում ամենախոշոր երկրաբանական ներդրման մասին։ Խոսքը Ամուլսարի մասին է եւ այս պահին առաջարկում եմ ձեր ուշադրությունը էկրանին, որովհետեւ միասին դիտելու ենք տեսանյութ։